Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար եւ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բացահայտ եւ ուղիղ սպառնում է Հայաստանին։ Հարցազրույց է տվել ռուսական պետական ԶԼՄ-10-ին, որտեղ որ ասել է, որ Հայաստանի իշխանությունների ցանկությունը փոխարինել Ռուսաստանի կողմից երկաթուղիների կառավարումը վատ մտածված որոշում է եւ ստեղծված համակարգը կարող է մի գիշերվա ընթացքում փլուզվել, ավելացրեց Շոյգուն։ Ինքը նաեւ խոսել է նրա մասին, որ ինքը չի դատի այլ երկրների երկաթուղիների կառավարման կարողությունները, բայց կարող է վստահորեն ասել, որ քիչ հավանական է, որ որևէ այլ երկիրը կկարողանա լիովին փոխարինել Ռուսաստանին երկաթուղու կառավարման գործում եւ ինքը ասում է, որ երկաթուղի շատ բարդ իրավիճակում Հայաստանում միևնույն է, երկաթուղի չի բարդ իրավիճակում, Հայաստանում է բարդ իրավիճակը եւ երկաթուղին չնայած դրա շատ էֆեկտիվ շարունակում է գործել։ Շոյգուն ավելացնում է, որ վերջերս ես մեկնաբանեցի, ասում է, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային համագործակցության ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, այսպիսով կարող է նման քայլերը եւ ինքը հարցի պես է սա ուղում, որոնք դիվանագիտական լեզվով որ ասենք, ընդգծում է Շոյգուն, անհաջող որոշումներ են, կարող են հանգեցնել նույնիսկ վտանգավոր փորձերի, որոնց համար սովորական հայ քաղաքացիները ստիպված կլինեն վճարել։ Այսինքն ինքը սա կոչեց այսպիսի փորձեր, էքսպերիմենտներ ռուսերեն լեզվով, որի համար հայ ժողովուրդը վճարելու է, հասարակ քաղաքացիները, եթե մենք գնանք երկաթուղու, դիվանագիտական լեզվով է ինքը սա ասում, միջև այդ ասել է, որ քննադատել է Միացյալ Նահանգների հետ ռազմական առումով այդ միջուկային պայմանագիրը քաղաքացիական բաղադրիչ ունի, բայց նաև ռազմական կարևոր ռազմավարական եւ ռազմական նշանակություն ունի, թե այստեղ ում միջուկային կայանն է գործում։ Եվ Շոյգուն բացահայտ ասում է, վտանգ է ամերիկյան կողմի հետ ատոմակայան կառուցելը, վտանգ է երկաթուղին, եթե դուք պետականացնեք, այսինքն եթե Ռուսաստանինը չլինի երկաթուղին։ Արեք այստեղից ուղիղ արձանագրենք, մինչև շարունակեմ շատ կարևոր նաև իր մնացած մասը հայտարարությունների եւ արեք շատ ուղիղ արձանագրենք, հարգելի հայրենակիցներ, որ Շոյգուն սրանով սպառնում է մեզ, բայց ով է սպառնալիքը։ Սպառնալիքը հենց ինքն է, Ռուսաստանը եւ Շոյգուն։ Ով է անում հայտարարություն, կարծես երկաթուղու մասին, որը տնտեսական մի այսպիսի կառույց է եւ պետք է սպասարկի Հայաստանի տնտեսական շահերը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Բայց ի՞նչ կապ ունի Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը երկաթուղու հետ։ Եվ ոնց է պատահել, որ Ռուսաստանը սպառնում է մեզ, եթե մենք երկաթուղին վերադարձնենք, իսկ ով է տվել իրանց երկաթուղին։ Նախկին իշխանություն կոչված գործակալները Ռուսաստանի, ապա մենք այստեղ համոզվում ենք նրանում, որ Ռուսաստանի համար հայկական երկաթուղին վերահսկելը դա ոչ թե տնտեսական, այլ անվտանգային եւ Հայաստանը վերահսկելու օրակարգ է։ Եվ ամենահետաքրքիրը, սպառնացողը մեզ Ռուսաստանն է, եթե մենք դա չանենք։ Այսինքն, արեք ուղիղ արձանագրենք, որ սա ոչ թե դաշնակցային հարաբերություններ են, ոչ թե համագործակցություն է փոխշահավետ, այլ սա պատանդի կարգավիճակում գտնվել է եւ գործակալական այդ ցանցը նախկինում օրերս մենք ձեր հետ միասին նաեւ նորից խոսեցինք Գյումրի 2 վտանգի մասին եւ ես խորհուրդ եմ տալի անպայման դիտեք այդ վերլուծությունը, բայց այդ Գյումրի 2 կազմակերպողները հիմա եւ նախկինում Ռոբերտ Քոչարյանը, այդ թվում ուղիղ պետք է նաեւ ասել իհարկե Կարապետյանները իդեմս հեծի նույն այս տրամաբանություն են տանում, որովհետև նույն հեծը կենսական կապ ունի եւ կարևորագույն ատոմակայանի հարցի հետ։ Երկաթուղու ուղղությամբ
փաստացի նաև ով հանձնել է այս երկաթուղին ուղիղ մասնակցում է հիմա նրանում, որ տեսեք Շոյգուն ասում է դիվանագիտական լեզվով հասարակ քաղաքացիները վճարելու են սրա համար, սպառնում է հասարակ քաղաքացիներին։ Հասարակ քաղաքացիները, այսինքն իրականում բոլորը, որովհետև ի վերջո վարչապետն էլ քաղաքացի է եւ բոլորն էլ քաղաքացի են, ապա բոլորը ստացվում է, որ վճարելու են սրա համար, եւ ես համոզված եմ այստեղ, որ ճիշտ է, եթե ռուսական կողմին հարց տանք, իրան կարող է ասել, որ տնտեսական առումով ենք վճարելու, այսինքն գուցե նկատի ունեն իրենք եւ կարան արդարանալ, որ իբրև կարա թանկ ավելի լինի, չգիտեմ, երկաթուղու օգտագործումը, բայց իհարկե սա չի, ինչ Շոյգուն ասում է։ Իրականում Շոյգուն ասում է, որ մենք գին ենք վճարելու եւ այս գինը գումարի հետ կապ չունի։ Այս գինը կապ ունի մեր անվտանգության եւ պետականության հետ։ Եվ զուգահեռ դրա Շոյգուն այստեղ ասում է, որ 2 տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը միանգամից կարող է փլուզվել եւ որևէ ուրեմն փաստացի, որ այդ պետությունները, որոնց վարչապետ Փաշինյանը դիմել է, նկատի ունի այդ ընկերական հարաբերություններ ունեցող բարեկամական երևի հայերեն այսպես է վարչապետը այստեղ ասել, այստեղ գրված է ռուսերեն տարբերակով իհարկե, պատասխանատու չեն լինելու։ Այսինքն սպառնում է նրանով, որ ոչ մեկ մեզանից բացի չի կարողանա դա անել, իսկ մենք նույնիսկ խոչընդոտենք դրան, եթե դուք որևէ ուրիշ պետությանը ուրեմն դիմեք, որ կառավարում տեղի ունենա։ Եվ զուգահեռ դրա ասում է, որ հուսով ենք, որ Հայաստանի իշխանությունները որոշումներ կկայացնեն զուտ Հայաստանի քաղաքացիների շահերից դուրս գալով։ Այսինքն մի կողմից սպառնում է Հայաստանի քաղաքացիներին, մյուս կողմից ասում է, որ շահերը Հայաստանի քաղաքացիների փաստացի հետաքրքրում է Շոյգուին։ Շոյգուին, որը հիշում եք դուք լավ, որ ասեց, որ Ղարաբաղում մենք անցկացրել ենք Թուրքիայի հետ միասին համատեղ օպերացիա։ Այսինքն Թուրքիայի հետ համատեղ օպերացիա կազմակերպած, Ագդամում ռուս-թուրքական դիտորդական կենտրոն բացած, թուրքերին Ղարաբաղ հրավիրած Շոյգուն, որը ծագումով թուրք է։ Շոյգուն ծագումով թուրք է։ Եվ երբեք դա չմոռանաք, որովհետև երբ ձեզ հարգելի հայրենակիցներ գործակալները առաջարկում են ընտրել կամ ռուսի կամ թուրքի միջև, այնպես չի, որ միշտ իրականում այդպես է ընտրությունը։ Շատ դեպքերում եւ Շոյգուի դեպքում ընտրելով Շոյգուին իրականում ընտրում ես նաեւ փաստացի թուրքական ծագում ունեցող մարդուն։ Դա շատ կարևոր է։ Եվ բացի դրանից պետք է ասել, որ գործակալը եւ հանցագործը Արշակ Կարապետյանը, որը գտնվում է Ռուսաստանում, պահկվում է այն քրեական գործից, որը Սև լճին է վերաբերվում, հիշում եք, որ հանդիպել էր Շոյգուի հետ, իրան թուր էին տվել կինժալ, իբրև կինժալների ուղղությունով ինչ-որ բաներ, քայլեր լինելու եւ մթնոլորտ էին ձևավորել հենց Շոյգուն, որ իբրև վերազինելու են հայկական բանակը, երբ դա իրականում տեղի չունեցավ եւ այդ նպատակը նրանում էր, որ Հայաստանը ել ավելի թույլ իրավիճակում հայտնվի։ Դրանից հետո խոսում է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, որ 20 տարվա ընթացքում հարավկովկասյան երկաթուղիները ամեն ձև ուրեմն կատարում են այնինչ կոնսենսիոն պայմանագրով գրված է։ Երկաթուղիները ուրեմն պատասխանատու կերպով կատարել են կոնսենսիոն պայմանագրի բոլոր պայմանները, այդ թվում ներդրումների հետ կապված։ Հարց ունեմ, Շոյգուն ուր, երկաթուղու ներդրումները ուր, պաշտպանության նախարար անվտանգության խորհուրդը ուր, երկաթուղու ներդրումները ուր, բայց ասեմ ուր, որովհետև իրականում երկաթուղին այստեղ Ռուսաստանի համար ռազմական եւ ռազմավարական օբյեկտ է, որը պատկերացնում են, որ վերահսկելով վերահսկում են մեր պետությունը։ Նրա խոսքով Շոյգուի այս ընթացքում ռուսական ներդրումները հայկական երկաթուղին համակարգումը, երկաթուղու համակարգման գործում, այդ թվում շարժակազմի ուրեմն գնահատվում են ավելի քան 30 միլիարդ ռուբլի։
Եվ հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ հայկական երկաթուղիները ռուսական ընկերության հանձնելը փաստացի ուրեմն խնդիրներ է ստեղծում պոտենցիալ գործընկերների համար եւ խափանում է տարածաշրջանային զարգացումները եւ մտածում է ուրիշ պետությանը, որ փոխանցի այս իրավունքները։ Շոյգուն նաև ընդգծել է, որ կոնսենսիոն այդ փաստաթղթով ուրեմն հարավկովկասյան երկաթուղիները ունեն պատասխանատվություն ապահովելու երկաթուղին եւ այդտեղ նշում է, որ ռուսական կողմը իր վրա վերցրել է ուրեմն տարբեր թվեր է նշում այստեղ 1200 կոնկրետ գույքի իրավունքներ եւ նաեւ 12.500 նաեւ այսպիսի երկաթուղու հենց գույքի հետ կապված 20 տարվա ընթացքում արդեն 15 միլիարդ ռուբլի հարկեր են վճարել, այսինքն եւ հարկերը կվճարեն ով էլ լիներ կառավարողը, ինչ տարբերություն, ով է հարկեր վճարել, կամ այսքան գույք է ստացել կառավարման մեջ եւ ինչ այդ գույքը երկաթուղուններ, երկաթուղին, որ ստացել եք կառավարման մեջ, երկաթուղու գույքն էլ եք ստացել կառավարման մեջ։ 520 կիլոմետր երկաթուղի ենք վերականգնել, նկատի ունեմ ոչ թե վերականգնել 0-ից, այլ ուղղակի ինչ-որ շինարարական աշխատանք, ասեմ ձեզ, որ դա նորմալ բան է, տարին մի քանի անգամ բոլոր հատվածներում շինարարական գործողությունները անհրաժեշտ են, որ երկաթուղին գործի։ Զարմանալի է ուղղակի։ Եվ փոխել են 50%-ը 20 տարվա մեջ 50%-ը փոխել են, նաև տրամաբանական է, որովհետև միշտ փոխում է ով էլ լինի կառավարողը, այսինքն ինչ կա եւ վերականգնել են ուրեմն 50 շենք, նաև 2 թունել եւ 38 կամուրջ ըստ իրեն, շատ հետաքրքիր է եւ տարեկան ասում է, որ մոտավորապես 500,000 մարդ է տեղաշարժ կազմակերպում, 1.600,000 տոննա բեռ եւ հասկանալի չի, որովհետեւ այս ամենը ըստ իրեն շատ կարևոր է եւ այս ասում ընկերությանը ներդրումը հայկական պետության մեջ շատ կարևոր է, որը չունի կապ ուրեմն ծովի հետ, ելք չունի ծով եւ այս երկաթուղին կարևորագույն այդտեղ գործ է իրականացնում։ Հիմա հարգելի այրիկիցներ, պետք է հասկանալ, երկաթուղին կապ չունի Թուրքիայի հետ, երկաթուղին կապ չունի Իրանի հետ, երկաթուղին կապ չունի Ադրբեջանի հետ, երկաթուղին կապ ունի Վրաստանի հետ, միայն Վրաստանից Ադրբեջանի ուղղությամբ նոր ենք սկսել որևէ բան ստանալ, այսինքն փակեր, Վրաստանը եւ Ռուսաստանը երկաթուղի կապ չունեն, Վրաստանը եւ Թուրքիան երկաթուղու կապ ունեն, բայց մենք նաեւ այդտեղից որևէ բան չենք ստացել։ Միակ ճանապարհը, որով մենք երկաթուղին վրացական օգտագործել ենք, դա դեպի նավահանգիստներն են, վրացական։ Այսինքն վրացական երկաթուղին, որը պաշտոնական, գուցե Ռուսաստանը բացահայտ չի ասում, որ Վրաստանը իրաց կառավարման տակ է, բայց այստեղ նաեւ հարևան պետությունների հետ կապ է ապահովել երկաթուղին, անհեթեթություն է։ Առաջի հերթին, որ Երևան-Թբիլիսի երկաթուղին ինչ իրավիճակում է, Երևան-Գյումրին ինչ հետամնաց է, ներսում որևէ զարգացում իրական տեղի չի ունեցել, երկաթուղու ցանցը չի զարգացել իրականում, որևէ նոր երկաթուղի չի կառուցվել, Հայաստան-Իրան երկաթուղի չի կառուցվել, եւ զուգահեռ դրա Հայաստանը որևէ ներդրում չի արել Ռուսաստանը, որ այդ ժամանակահատվածում երբ կարող է լավ հարաբերություններ ուներ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, որ մենք երկաթուղի նաեւ ընդլայնենք այդ ուղղությունով։ Ոչ էլ Նախիջևանի հատվածով դեպի Իրան որևէ քայլ արեց Ռուսաստանը, էլի մենք Ադրբեջանի հետ պայմանավորվեցինք այս հարցով։ Երկաթուղին հետամնաց է, երկաթուղին արտաքին աշխարհի հետ նորմալ կապ չունի, երկաթուղին թանկ է, երկաթուղին էֆեկտիվ չէ։ Եվ երկաթուղին կարող է կառավարել ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև կարող է կառավարել Հայաստանը կամ կարող է եւ որևէ ուրիշ պետության հետ միասին։ Բայց ամենակարևորը այստեղ կապված է նրա հետ, հարգելի այրնակիցներ, որ Ռուսաստանը սպառնում է։ Այո, Ռուսաստանը սպառնում է, այսինքն Ռուսաստանի
երկաթուղու հետ կապված այս կարևոր գաղափարը վերաբերվում է ոչ թե նրան, որ իրանք առաջարկում են մեզ նոր ցանց, չկա այստեղ որևէ բան նրա մասին, որ իրանք պատրաստ են ընդլայնել այս ցանցը եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապել երկաթուղին, ինչը մեզ շատ պետք է։ Չկա այստեղ խոսակցություն նրա մասին, որ իրանք պատրաստ են արդիականացնել երկաթուղին, որը հետամնաց է, շատ է հետամնաց։ Այստեղ խափում է մեծ Շոյգուն, ասելով, որ կոնստիտուցիոն պայմանագիրը կատարել են, իրականում հայ քաղաքացիները ամենալավ գիտեն երկաթուղին ինչ իրավիճակում է գտնվում։ Եվ 20 տարին բավարար էր նրա համար, որ հասկանալի լիներ, որ Ռուսաստանի հետ միասին ոչ միայն երկաթուղին, այլ ամեն ինչ է փլուզվում։ Բացի դրանից, հարավ-կովկասյան երկաթուղիները պատկանում են Ռուսաստանի երկաթուղիներին։ Եվ Ռուսաստանի երկաթուղիներին բանկրոտ են։ Այսինքն այդքան մեծ պարտքեր ունեն, որ իրանք որևէ ձև իրականում չեն կարող նորմալ գործունեությունը շարունակել։ Եվ Շոյգուն այս իր հարցազրույցով պետական ԶԼՄ-ին հաստատում է, որ իրանց համար հայկական երկաթուղին կառավարելը ոչ թե տնտեսական հարց է, այլ քաղաքական հարց է, հարգելի այնակիցներ։ Հիմա ես ուղղում եմ ձեզ հարց բոլորին։ Շատ ուղիղ։ Եթե մեր ճակերտներում բարեկամ երկիրը, ճակերտներում դաշնակից երկիրը սպառնում է, հիմա կոնկրետ եթե մենք երկաթուղին պետականացնենք, որ շատ թանկ գին կվճարենք դրա համար, թանկ գին վճարելու բառապաշարը ումից եք էլի լսել։ Ես լսել եմ Ադրբեջանից։ Եվ այսօր Ադրբեջանը այդպիսի բառապաշար այլևս չի ասում, այլևս չի օգտագործում։ Հակառակը, խաղաղության բառապաշար է օգտագործում։ Այո։ Միակով հիմա Հայաստանին թանկ գնով է սպառնում, դա Ռուսաստանն է։ Արդյոք դուք գիտեք աշխարհում բարեկամ պետություն, որը սպառնում է իր բարեկամին։ Արդյոք դուք գիտեք դաշնակից, որը սպառնում է դաշնակցին։ Արդյոք այս իրավիճակում դուք համաձայն եք, որ կոնսենսիոն պայմանագիրը Ռուսաստանը կատարել է։ Արդյոք դուք համաձայն եք, որ Ռուսաստանը պետք է շարունակի երկաթուղու վրա վերահսկողությունը։ Եվ արդյոք դուք այն մարդկանց, ով 20 տարի առաջ այդ որոշումը կայացրել է, համարում եք հայամետ քաղաքական գործիչներ։ Ես իմ պատասխանները, դուք ձեր պատասխանները իհարկե կարող եք գրել մեկնաբանություններում եւ ես միշտ կարդում եմ եւ արձագանքում եմ, բայց ես իմ պատասխանները պետք է տամ նաեւ։ Ես համարում եմ, որ փոխանցելը հայկական երկաթուղին Ռուսաստանին դա մեծ դավաճանություն էր հայկական պետականությանը, որ Ռուսաստանի կողմից այստեղ կոնսենսիոն պայմանագիրը չի կատարվել, որովհետև Ռուսաստանը նպատակ չի ունեցել ոչ հայկական երկաթուղին, ոչ հայկական տնտեսությունը, ոչ էլ հայկական պետությունը, որ զարգանա, Ռուսաստանը ուզեցել է Հայաստանը լինի գաղութ, ծայրագավառ, որտեղ որ միայն կա իր ռազմակայանը եւ իրենց սպասարկող մարդիկ։ Հիշեցնեմ, հարգելի այնակիցներ, ես շատ լավ հիշում եմ մինչև 2018 թվականը իրավիճակը, երբ շատերը Հայաստանում ասում էին, որ եթե այսպես շարունակվի, այդվում արտագաղթը, ապա փաստացի Հայաստանում կմնա միայն ռուսական ռազմակայան եւ իրենց սպասարկող մի խումբ քաղաքացիներ։ Հիմա մենք 2025 թվականին առաջի անգամ արձանագրեցինք ավելի մեծ ներգաղթ, քան արտագաղթ։ Այսինքն ներգաղթը առաջի անգամ տեղի ունեցավ։ Զուտ թվերով առաջի անգամ Հայաստանի անկախ պատմության ընթացքում։ Եվ մենք նաև կառուցելով տնտեսություն, որը զարգանում է շատ ակտիվ տեմպով, այդտեղ կարևոր է ապաշրջափակումը։ Եվ ապաշրջափակման համատեքստում թողնել, որ Ռուսաստանը, որը բացահայտ ասում է, որ սա իր համար ազդեցության լծակ է մեր պետության վրա, մեր ազգի վրա, քաղաքական առումով փաստացի սպառնալիքների հնարավորություն է նաև իր համար, թողնել, որ սա լինի Ռուսաստանի կառավարման մեջ, սա նշանակում է կատարել այնպիսի քայլ, որը Հայաստանի համար կստեղծի լրջագույն վտանգներ եւ ռիսկեր։ Ուստի այսպիսով համարում եմ, որ Շտոյգուի այս հայտարարությունը եւս մեկ անգամ պետք է լինի ընկալված Գյումրի 2 սցենարի համատեքստում, որ Գյումրի 2-ը չի կարելի թույլ տալ, միևնույն ժամանակ, որ Ռուսաստանը մեզ սպառնում է, որ վարչապետ Փաշինյանը ճիշտ է եւ երկաթուղին պետք է չպատկանա Ռուսաստանին կառավարումը, բայց ես համարում եմ, որ
տեսեք, երկաթուղին Հայաստանինն է, ով է կառավարում, դա է հարցը։ Հայաստանը այստեղ կարա գտնել մոդել, որը կարա ներառի Հայաստանի եւ ես հուսով եմ արևմուտքի, համարում եմ արևմուտքի խնդիրներ կան վարչապետի ասած երկրների հետ կապված։ Ինքը ասել է 3 պետություն՝ Ղազախստան, Քաթար եւ Միացյալ Արաբական Էմիրություններ։ Ղազախստանը գուցե մեր համար ռազմավարական գործընկեր է եւ դա լավ է, բայց Ղազախստանը թյուրքական պետությունների միության անդամ է, Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշնակիցն է։ Ես անձամբ համարում եմ, որ դա սխալ կլիներ։ Զուգահեռ դրա Քաթարը Թուրքիայի ամենամտերիմ պետություններից մեկն է։ Մուսուլման եղբայրների այդ շարժման կենտրոնն է փաստացի Թուրքիայի հետ միասին։ Եվ մենք խոսում ենք ձեր հետ միասին այդ վտանգների մասին, որը տարածաշրջանում տեղի են ունենում նաև։ Կարա լինի առճակատում Միացյալ Նահանգների շահերի, Քաթարի շահերի հետ։ Դա իրատեսական է։ Համարում եմ, որ Քաթարը նաև անընդունելի է։ Միացյալ Արաբական Էմիրությունները այդ երեքից ամենալավ տարբերակն են, բայց ամեն դեպքում պետք է ասել, որ եթե մենք կարողանանք դա անել արևմտյան պետությունների հետ, դա ավելի լավ կլինի։ Իհարկե պետք է հասկանալ, որ խնդիրը նրանում է, որ մեր երկաթուղին սովետական ստանդարտի է, իսկ արևմտյան պետությունների երկաթուղին ոչ։ Արևմտյան ստանդարտի է եւ դա ստեղծում է լուրջ խնդիր, շատ լուրջ։ Ուստի այս դեպքում իհարկե մեր արևմուտքի հետ համագործակցությունը կարա լինի սահմանափակ։ Բայց եթե այդ երեքից ենք ընտրելու, ապա Էմիրություններն են ամենալավ հնարավորությունը, որոնց հետ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ունեն լավ հարաբերություններ եւ դա կարեւոր է, որովհետեւ մենք չպետք է TRIP ծրագրի զուգահեռ ունենանք երկրորդ համակարգը, որը կունենա խնդիրներ Ամերիկայի հետ, Իսրայելի հետ այդ թվում, որովհետեւ Ամերիկայի ամենամտերիմ դաշնակիցն է տարածաշրջանում, այսինքն մենք պետք է կարևոր այսպես ձևով պատրաստ լինենք բոլոր իրադարձությունների համար։ Եվ զուգահեռ սրա հարգելի այնակիցներ պետք է ասել, որ մենք պետք է իհարկե պատրաստ լինենք Ռուսաստանից եկող վտանգներին, բացահայտ։ Եվ այս հայտարարությունը Շոյգուի ուղիղ վտանգ է, բայց նաև համարձակ, հարգելի այնակիցներ, մենք պետք է արձագանքենք եւ պատասխանենք Շոյգուին, ասել, որ պետք չէ սպառնալ հայ ժողովրդին։ Գնացեք եւ ինչպես Աղդամում այդտեղ ռուս-թուրքական կենտրոն եք բացել, գնացեք թուրքերի հետ միասին ձեր օրակարգով զբաղվեք, մեզ հանգիստ թողեք, որովհետև մենք արդեն շատ լավ տեսանք ձեր ճակերտներում աջակցությունը, ձեր մտահոգությունը, ձեր օգնությունը, ձեր ամեն ինչը։ Եվ հիմա դրա արդեն անհրաժեշտություն չկա, եւ ես համոզված եմ, որ մենք իհարկե շատ զգույշ լինելով չենք շեղվի ինքնիշխան պետություն կառուցելու օրակարգից։ Հարգելի այնակիցներ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Իհարկե, շատ կարևոր է, որ լայքեք այս վերլուծությունը, ինչպես նաև արևմուտքում գտնվող հայրենակիցները կարող են hype այդ կոճակը սեղմելով նաև աջակցել այս ուրեմն վերլուծությանը իր տարածումի ուղղությամբ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, տարածեք այս վերլուծությունը, իսկ ես նաև առաջարկում եմ, որ հիմա ձեր հետ միասին դիտենք իմ կարևոր եւս մեկ վերլուծությունը, որը վերաբերվում է Գյումրի 2 սցենարի փաստացի հաստատմանը եւ այդ սցենարի վտանգներին։ Շնորհակալություն։